Աստված օգնական։ Ողջույն։ Ոնց է քնած չեք։ Մեր այդ բաները ուղարկեց, ինչ հրաշք խոսենք, քանի որ հեռախոսով եմ զայնագրում, ես չեմ տեսնում իմ հայացքը, էլի տպավորությունով կարդում եմ, բայց չեմ կարդում։ Միանգամից Դու նայեցիր, քեզ դուր եկավ, ինքն էր կազմել։ Տեքստը։ Այդ ինքը մահերիկ ինքն էր կազմել։ Անդր մի քանի բան կա, որ ես իմ, եթե տենց ապետ տենց կասեմ, բայց այդպես հանրության համար ավելի լավ կր։ Վաղը կանեմ կուղարկեմ դա։ Իսկ ընդեղից ինչ խաբար կա։ Պետրոս Երկու տարբերակ առաջարկում են, վաղը գնում ենք հանդիպելու։ Ասաց հիմա իրան է հարցում անելու, իրենց գրասենյակին։ Իրենք ոնց կպատասխանեն, հիմա ուզում են մեզ հետ համաձայնեցնեն։ Տեսնենք երկու տարբերակ ասաց, եկեք քննարկենք։ Որովհետև այսօր պաշտոնապես հայտարարեցին, որ դիմել է նա էլ ուղարկելու է պատասխանը։ Այստեղ էլ արդեն գտին, իրենց կազմակերպության մոտիկներից է, ինքն էլ է օգտվում այդ ծառայությունից որպես ուժեղ գրասենյակ փաստաբանական։ Ես դրան եմ սպասում, որպեսզի խոսալուց սուտ չխոսամ։ Հասկացա՞լ եք։ Այո։ Վաղը երեկոյան, այսինքն ես շուտ եմ հանդիպելու, բայց քննարկումները բան հենց վերջացավ, երեկոյան եթե հարմար լինի կարող ենք։ Դուք իմանաս տույք ինչ են ուղարկելու։ Հա, ինձ արդեն կասի ինչը ոնց է, չգիտեմ իրար հետ խոսացած կլինեն թե չէ, բայց մեզ կարա խոսումներ կա վաղը։ Դա իրանք իրար հետ պետք է հանդիպեն։ Ասաց, ես թարգմանիչով էի խոսում հետը, ասաց, որ հենց իրենց պետք է հարցում անի վերադառնալուն պես։ Դա ասեմ վերադարձել է երևի։ Այո, բան չարը, վերադարձել։ Ինչ պատասխան կգնա, այդ էլ կձևակերպենք ուղարկեմ։ Այն ինչ-որ պայմանավորվել են տենց։ Այո։ Անգաս բաներ չգա, ուրիշ բաներ։ Եթե գա ես իմանամ, որ եթե ինքս ասեմ, որ թեև ինձ համար շատ տհաճ կլներ դե։ Որտեղ մենք։ Սրբազան ինձ խոստացել է, հիմա մարդը իր խոսքը պահող մարդ է, այն ժամանակ էլ ասեց, ինչ-որ ասեց, կոնկրետ արեց։ Ինձ այսօր նույնիսկ օգնականը զանգեց հասկացրեց, թե որտեղից է գալիս այդ բանը, ուտեչկան էլի, Սերգեյ մարդ ունի դրանց օֆիսում, անուն ազգանունով իմացա արդեն ով է, հիմա վաղը դրանով էլ կզբաղվենք։ Այս Վիկտոր Շամորդ է։ Վիկտոր Լեբեջ անունով մեկն է։ Դա է, մի խոսքով այդ Սերգեյի ծառայություններ մատուցում, ոչ թե գումարի դիմաց, Սերգեյն ինչ-որ դրան բաներ է խոստել, փայաբաժիններ, բան սենց բաներ կա մեջտեղը։ Ընդեղ մի հատ հաճելի աղջիկ է, երևի կհիշեք են, որ թարգմանում է։ Այո։ Ես քանի որ հեռու եմ գտնվում, նույնիսկ առաջարկում հանդիպենք բանը տենց, ամուսին չունեցող էլ կինա չեմ ուզում շատ ճպրում հետը։ Բայց զանգում են հենց հարազատորեն, ասում է ես Կովկասյան դաստիարակություն ունեմ, ձեր հետ չփելով ուզում եմ ինտուիցիաս ասում է որ ձեզ օգնեմ, սենց լավ տրամադրված առաջի օգնականն է իր էլի։ Ու բաները ասում է պետք է չասել իհարկե։ Ու ասաց լավ կլինի ես թարգմանեմ, դուք առանց ընկերների եկեք, որտեղ ես լրիվ սիտուացիան հասկացել եմ։ Ում հետ խոսալու թարգմանի։ Բանի էլի, Մակիսի։ Մակիսը գիտի իր անելիքը, չէ։ Իհարկե գիտի։ Նա արդեն արել է ու
Գիտի ինչ որ պետք է։ Այն ժամանակ էլ ասես դուք անհոգ եղեք, որտեղից ինչ ուզում ա գա, ես արդեն աղմուկը տեսնելով ուսումնասիրելով։ Հիմա այս մասն ես ճիշտ ասած մի բան եմ մտածել, չգիտեմ, վաղը մի հատ հանդիպեմ հետը խոսեմ։ Եթե հարմար լինի, մեղերինք միանգամից այդ Այ մասին չգիտեմ, ձևակերպել է ինչ է այդ 66%-ը։ Եթե պետք է արվի Աֆրիկայի պահը, ուրեմն ստեղից սկսենք։ Թող ով որ պետք է գրանցվի գան ստեղ։ Գան։ Հետո ինձ հասկացրեցին, որ որպեսզի ես ընդհանրապես անձեռնամխելի դառնամ այստեղ։ Հա։ Ասացին որոշ գումար պետք է գա հաշվից նստի, մի քանի օր հետո հետ գնա։ Ասենք եթե ինչ որ այդ պահան էլ արվի, ասենք մայրը գաստեղ լավ կլինի, էլի որոշ մոտնել մի քիչ բան լինի։ Ոնց որ լինի, ես հասկացա, որ այդ անձնավորությունն էլ մի խոսքով սիրում է ինչ որ փորձենք այդ ձևով էլ։ Եթե վատագույն տարբերակն եմ ասում։ Բայց դա արդեն մահերից միջոցով արվի, որտեղ հայ տալու ենք իրենց։ Ես Աֆրիկայել խոսեցի։ Պայմանավորվածությունները պետք է լինի, հա։ Այո, կլինի։ Դու ոնց ասես ոնց կլինի, Սրտոջան։ Դու ինչ պետք է ասեմ, ես պետք է ասեմ, որ բոլորի համար լավ լինի։ Այս վիճակից դուրս գացա վտա։ Մենք հայտարարությունից պրծնենք, դու այս վիճակից դուրս գաս, ու նորմալ է, ոնց որ Մեր երազանքները հիշում ես, որ եկանք այդ երկիրը։ Ոչ չեմ հիշում։ Այ հիմա այդ երազանքները կա, եթե գաս մի անգամ տեսնես, ես վերջանալուց հետո։ Այն ինչ որ մտածում էինք, մինչև վերջանալ գամ 1000 ու մի հատ տան կգրեմ։ Չէ, հիմա չէ, բայց լավ կլինի։ Օշորացուցի տակ եմ ես։ Գիտեմ։ Ես մտածում եմ, այս ընթացքում այդ քայլն էլ արվի։ Համ ձևակերպումը Աֆրիկայի մեջ սպասում են պայմանավորվել են։ Դրանց ընդեղ հիմա մի հատ ճիշտ քայլ արեցինք, բոլորին կձերբակալեն ու ընդեղի իշխանություններից էլ ես դուք ասում դատավորը, դատարանի նախագահան եթե շատ պետք լինի նախագահին էլ կդիմենք, որտեղ նախագահն այն ժամանակ առաջարկում է որ ծրագրեր Պատոս եւ այլն։ Այսինքն հիմա այդ հետքի էթիկին որ դու տենց բան ես ասելու, էդի կարանալու ես անես, եթե ինք հանգած անձնագիրը դրեց։ Դա ճիշտն ասած սենց տարբերակ կա, ոնց որ մակիսինց մի քիչ վնասենք էլի։ Ոնց որ ասենք ստեղով ինչ ուզի կարա անի, այդ խնդիրն է։ Հանգած Դեպքում եթե չարժի անել, եթե պետք է վնասես իրան։ Դե մի քանի բան կա, ճիշտ ասած, մի քիչ կասկած առաջացեց մոտս։ Էդի ստեղի հասարակության համար է։ Բայց եթե այդ մարդուն պետք է վնասի։ Սրբազան, ես վաղը կարծում եմ, որ դա լինող է, որովհետև հայ տալը, հայ վերցնել չի։ Եթե դա խաղ է, արժի անել։ Եթե դա լուրջ պետք է վնասի, չարժի անել։ Այդ խաղ ուղղակի լավ արձագանք ունենա։ Եթե մարդուն պետք է վնասենք, չէ։ Հասկացար։ Դրա գինը ինչ է, էլի ասենք արժեք, եթե պետք է վնասես քո ընկերոջը, երբեք չարժի դա անել։ Այստեղ հետո ծրագրեր կա սկսված։ Ես իրեն խնդրել եմ, որ ինքը լրիվ իրավաբանությունը վերցնի իր ձեռքը։ Ինքն էլ շատ ոգևորվել է, էլի, ես մենակ այն հարցերով չի, ուրիշ ծևել եմ իրան ոգևորել։ Ապագան հաշվի առնելով շատ է ուրախացել։ Ինքը պետք է հիմա ամեն ինչ անի։ Հենց այս ամեն ինչը վերջացավ, մի քիչ խաղաղվեց, լավ կլինի հանդիպենք, անել մի քանի բան։ Եթե կհանդիպենք, եսի մի հատ փակվի ես ապուշությունը, դրա ձեռը կրակն ենք ընկել, չես պատկերացնում։ Ես ստական եմ արագ այդ ձայնագրությունը, չգիտեմ, նայեցիք մեծ էկրանի վրա, ես ինչ չեմ տեսնում, փոքր հեռախոսի մեջ ես դեմը նայում խոսում։ Նայեցի, այդ մեղերի տարբերակը էֆեկտիվ է։
Էֆեկտիվ է, բայց եթե որևէ մեկին տեղից քո մարդկանցից վնաս չտաս։ Իսկ եթե վնաս չես տալիս, շատ էֆեկտիվ է, բայց եթե ասում ես էլ, պետք է անես, այլապես կասեն սուտ խոսած։ Ու ավելի լավ է չանես, քան թե սուտ խոսած այդտեղ։ Ամբողջ ազգի առաջ, հասկացա՞ր։ Անձնագրի կոպիայով կլինի անել։ Հա, դե խոսեմ հետո մի հատ, տեսնեմ ինչ կասի։ Հա։ Դա խոսքով արժի անել, թե կարելի է նամակ ուղարկել, որը էֆեկտիվ կլինի։ Խոսքը։ Խոսքը կամ նամակը, դա չգիտեմ, թե ոնց դու հարմար գտնում ես։ Եթե նամակ ուղարկենք, նամակի մեջ կարելի է մի քանի տող ասենք այլակից բանտես բաներ լցնել այդ բանը։ Բանավոր խոսքը մի քիչ ավելի արտիստիզմ է պահանջում ինչ-որ բան։ Գրավոր խոսքներ պետք է ասեն ինքը չի էլի, եսի մով ասարկեղարգեն, դες բան պետք է ասեն։ Գրավոր խոսքը կարելի է անել, Սրբազան։ Բանավորի մեջ ասել, որ նամակ եմ ուղարկել։ Այո։ Այո, այդպես կարաս անես։ Այդպես ավելի լավ, որ իմանան, որ դու ես արել։ Այո, որտեղ հետագայում կարող է դնեն ասեն, դրել ասեն, ասեն։ Վախկոտի մեկն է, աֆրիկյան պարտներներից վախենալով սենց բաների, քայլերի է գնացել, հետո կդնեն, քննարկման առարկա կդարձնեն։ Մտածում եմ ես տարբեր բաներ, ասում եմ, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Չէ, դե մի բանի էֆեկտ կտա, եթե, բայց սաղ կասեն հետա, տես սենց է, բայց այդտեղի Պետրոսը որ ստեղ էր, ասում է դա հնարավոր չէ, պետք է անձը լինի, լիազոր ներկայացի չլինի։ Բայց ես տարբերակ ասում, չէ Սրբազան։ Այսինքն եթե դա անես, տեղի հասարակության համար լավ կլինի։ Սաղ կասեն հեն այլ մեջը բան չկա, ասենք ես են։ Դա զուտ ժողովրդի համար է, բամբախչիների։ Իսկ եթե դա պետք է վնասի որևէ այլ գործի, կամ անձի, որը թանկ մարդ է, դա չարժե անել, եթե դու պետք է նայես էլի։ Հիմա իրանցից կախված վիճակի մեջ ենք, հանգարց այդ վերցնեն ուղարկեն մի հատ թարգմանություն սարքեն հետո, ասեն տեսեք այդտեղ դզել է բանը։ Ուրեմն դու կարաս այս գործը պրծնելուց հետո էդի անես։ Հա, իմ մոտ հենց այդ միտքը առաջացա, որ նամակ ուղարկվի մանրամասն։ Այո։ Ասենք որոշ, ես այդ խոսքս որ ուղղել եմ, դա ոնց որ ավելի շատ որ նայեք, ոնց ինչ է կատարվել այնտեղ, կարծում եմ ավելի հստակ է, էլի։ Կան այն հին թղթերը, այն հին նամակները։ Բայց կարելի է մի հատ լավ նամակ ձևավորել ու մի 2-3 րոպեվա մեջ ես ասեմ, որ ես եմ ուղարկել այս նպատակով, էջիկին, հանրությանը։ Հա, չէ, այդ ոգին, որը տեղ կա, ասենքն այդ գործը երբ է պատրաստվել Պետրոս ուղարկի ստեղ։ Պետրոսը պետք է հարցում անի, սրանք պետք է պատրաստեն։ Հետո ռեգիստր բանը տենց շատ մի օրվա մեջ չի լինի դա։ Հա, գիտեմ։ Ճիշտ ասած, մագիս առավոտյան 9-ին էր կանչել։ Հա։ Շտաբ, որ ասինքն ինչքան հնարավոր է արագ մենակ այդ գործով զբաղվեց։ Բայց էլի հանդիպում կար, ես զանգեցի իրենց ասացի, զանգեցին իրենք փոխեցին, դարձրեցին 3:30։ Որ հետս մարդիկ էլ լինեն, որ նաև իր վրա ազդեցություն ունենան։ Ինքը գիտի ինչը պետք է այդպես չլինի։ Մի բառ եմ ես իրան ասել, որ բոլոր պատասխանատվությունները պետք է գա իմ վրա։ Ոչ մեկ չի մասնակցել, ես եմ արել։ Այսօր մտածեք ոնց եք արել, ոնց եք անելու։ Ուրիշ այլ ընտրանք չկա։ Բայց այսօր օգնականը ինձ հասկացրեց, որ ասես դա ձեր բախտից է, որ գլխավորն է, նույնիսկ կարող է արմատախիլ հանի 10 թվից, տա որը տենց էլ եղել է։ Ես ասացի մի քիչ կարող է ուշ է դրա համար, բայց չեմ ուզում խոստումներ տամ, սուտ դուրս չգամ, մի հատ հետները հանդիպեմ։ Այո։ Իսկ ես Մհերիկի ասած տարբերակը դու լավ մտածի ինչ ես անում, նոր արա։
Վաղը հանդիպելուց հետո արդեն ասենք ժամերի տարբերություն է տալու։ Լավ, այսինքն Բան չի։ Այսօր բաններ եկել Արտաշի հերը, Սանիկից պապին։ Արտուշի։ Արտուշի, վահանը։ Եկել էր, ասում է, դու ասել ես, որ Արտուշը գնա, բան, ասում եմ, ես դες բաչ, ասել իրան ինչ կա, ինքը կարա մնա ասել։ Ասում որ դու ասել ես, ես եմ ասել։ Եթե չի ուզում գնա, թող չգնա։ Իրա ո՞րն է։ Ես ասում եմ ինքը ազատ է, չի ուզում գնա, թող չգնա։ Պանիկյուր են, գիտես հերու տղա։ Աչքիցս ընկել են երկուսն էլ ճիշտ ասած ու շատ Արտուշի խոսել եմ։ Պանիկյուր են։ Շատ պանիկյուր են։ Թասիբով չեն։ Վախեցա։ Աղջիկը ցանի։ Դե աղջիկը արդեն գիտես ուր է։ Այո։ Հիմա ասում է ինքը ուզում է բերի, բան ասի դա ձեր ընտանեկան գործն է, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ուզում է բերի, տանի, բայց մարդա մեկը լավ կլինի մեկի կողքը։ Հասկացար։ Շուշանին ասում։ Այո։ Իսկ իրանց ընտանիքի ներքին հարցերից ինչ խառնում են։ Իրանք նախ ոչ մի բան չգիտեն, բայց իրանք շատ պանիկյուր են, հերու տղա։ Խոսամ, մի անգամ ինչ չի զանգել Աֆրիկայից ինչ վերադարձելու։ Մի անգամ։ Պանիկյուր են, պանիկյուր։ Վախեցած, ես մի տեսա, կարծես իրանց գել են կերել, պետք է բռնեն։ Թողեր եթե Ամերիկա ինչ է մնացել դե։ Դե մտածում Աֆրիկան կարող է աշխատի, հələ գնա այնտեղ ես բանանա, բայց ինչ սելամուրիշ ծերի մտածած չկա։ Շվախկոտ մարդիկ են, հերու տղա։ Հուսալի չէ։ Սիտուացիաներում Արտուշը վախենում է, ինձ բացատրեց, որ իմ համար է վախենում, որովհետեւ իր պատճառով ինձ չգտնեն, վնաս չպատճառեն դրա։ Լավ է։ Ես էլ ասեցի, սվետային հանի, մնացածը ինչ ուզում ես արա, ուզում ես գնա, ուզում ես մնա քո գոս։ Դե հիմա մարդ ճգնաժամի ժամանակ սպայկա պետք է ունենա։ Եթե ճգնաժամի ժամանակ բոլորը փախնում են, ուրեմն դասալիք են։ Բոլորը դասալիք են սուտում, բոլորը։ Դասալիք են։ Ու էլ թող չխոսան դա այնց հետո մեծն։ Դա էքստրեմալ վիճակում է մարդը երևում ով է ինքը։ Լավ պայմաններում բոլորն էլ լավ են։ Այդ կյանքի դառը դաստ է, որ երբեք չարժի մոռանալ։ Հենց էքստրեմալ վիճակը բարձերում է ով է, փախնողները ովքեր են, մնացողներն ասում է հաղթանակ 1100-ի պարտությունը որբ է։ Այո, ճիշտ է։ Եվ ես իմ կարծիքս տամ, այդ բոլոր անհավատները վախկոտ են։ Հասիպ պետք է անեն, ներ ժամանակ պետք է անգերոջը օգնել, ներ ժամանակ չի կարելի փախնել, դա սարսափելի բան է փախնելը։ Ավելի լավ է ես տուժեմ, քան թե փախնեմ, հասկացա՞ր։ Եթե ամեն մեկը դենց մտածի, գործերը հաջող կգնա։ Իսկ եթե մեծ մտածի մեկը մյուսները մտածեն փախնելու մասին, այդ չեղավ անգերություն։ Դա սրիկայություն։ Այո։ 10 տարի ապահում եմ ես իրենց, մեկին մի անգամ մի հարցով չեմ դիմում։ Վախկոտ եմ, կարճի մացի եսի։ Պանիկյոր, վախկոտ, մի քիչ էլ բամբաշ չի։ Ինչ է, զարմանում ես, որ լսում ես։ Չէ։ Ինչ կա այդ եմ ասում։ Պետք է լավ ճանաչես մարդկանց, շատ լավ։ Ուսան այդ բոլորիս լավ տղամ է։ Բայց։ Այդ կյանքը ցույց է տալիս էլի ու Լավ, նաչալնի, գնա քնի, ես է գնամ քնի։ Ես ամեն ինչ անում եմ, սրտազան, ամեն ինչ որ կախված է ինձանից։ Պետք է այդտեղ
Ստեղ վրիպել հնարավոր չի։ Եթե վրիպում եղավ, դե սխալ բաներ եկավ, ես էլ ասեմ, եսի չկա ու սենց հերքել եմ ու հետո դենց եղավ, ես խայտարակ եմ լել ոտից գլուխ, հասկացար դու։ Ինչ էր գա, ոչ իվանից տեղյակ չեք։ Դա որոշում է, դա ուրիշ այլ ընտրանք չկա։ Չես կարա դենց ասես։ Ինչ էր գա ոչ։ Ինչ էլ որ գա ոչ իվանից տեղյակ չեմ որ նա փաստեր ուրիշ բան ասում ես ապուշ բանես անում որ։ Բան չկա գալու ախր։ Այսինքն դա վատ է։ Դա կլինի որ տղամարդարի կանոն հերքում ես, բայց ոչ մեկ չի հավատա։ Ումնա դա շատ վատ բան ես ասում դու հիմա։ Շատ վատ բան ես ասում։ Չէ, ոչ մի բան չի կարող գալ։ Եթե եկավ այդ բաներով ես կանոն հերքում եմ, դա չի դուրս գալիս ապուշություն։ Ես պարտք եմ մնալու ստեղի իշխանություններին այն վիճակով, որ այդ դուխից պետք է էդի 100 տարի։ Սիտուացիան վերջանա ավելի կուժեղանակ սրբազան։ Ես իմ մասին չեմ մտածում, բայց դուք հաստատ ավելի կուժեղանակ։ Այդ ասիկոսները կկոտրվեն։ Բայց պետք է այնպես լինի, որ մեր ասածը ճիշտ լինի։ Թե մեր ասածը սխալ է լինում, մենք բռնենք, ասենք, վերևից խափենք մարդկանց, ասենք, սենց է, բայց չենք կարա լուրջ մարդկանց խափենք։ Իսկ դրանց դառնում ենք 0։ Բայց է արժի, որ ողորմության տակ լինեն։ Չարժի չէ։ Չէ, իհարկե չէ։ Այդտեղ դու վստահ չես իրենք կանեն ոնց որ դու ասում ես։ Ախր արդեն արել եմ։ Եվ ես որտեղ եմ վստահ, որտեղ ինքը խախտում ունի այս խնդիրը որ լուծել է։ Այդ ցավը մտեղ փագել եք, չէ՞ տանտերը։ Իհարկե։ Չէ, ֆիրման չի փակված։ Չէ, փոխել եք։ Հարցեր, հա, այո։ Փոխել եք։ Բա ընդերից կասեն, բա այս սենց է եղել, հետո սրանք փոխվել, նրանք են դարել։ Այդ ստորագրությունների հիման վրա եք, չէ՞ փոխել։ Այստեղ երկու տարբերակ է լինելու։ Մեկը, որ ընդհանրապես ոչինչ չի եղել, մենակ ես եմ եղել ընտանիքով։ Հա։ Մյուս տարբերակը ինչ էր որ կա, ես եմ արել։ Այդ երկու տարբերակ։ Կամ նա լինելու կամ նա։ Փաստեր ղրգելու են։ Դե այդ ինչ որ ասեմ, փաստերի հետ կապված, կամ այդ փաստը պետք է գա, կամ մյուսը պետք է գա։ Չէ, ստորագրությունները։ Չէ, անձնագրի կոպիաներով ես բացել եմ։ Ստորագրություն չլինի։ Հա, դրա մասին է խոսքը։ Ստորագրություն չլինի։ Չէ։ Դա շատ վատ բան է։ Ընդհանրապես չլինի։ Այս ընթացքում, եթե հանգարց պետք եղավ, լավ կլինի, որ այդ ում անունով պետք է արվի անպայման մհերը գա հետը կամ այդ մարդուն ուղղակի։ Կասեմ կգա։ Ես վաղ ուղղակի պայմանավորում եմ նոր։ Այո, կասեմ գա։ Ասում։ Հա։ Աշոտ ստորագրություն չլինի։ Չէ, սրբազան ամեն ինչ դրա համար եմ անում այսքան մեր տանջանք։ Ասում ես ինչ էլ որ գա, վատ է որ ինչ էլ որ գա։ Դա գա առանց դրանց։ Մենք այսօր հեռախոսով քննարկել ենք այդ երկու տարբերակը, կամ եղել ենք մենք, կամ ինչ որ կա ես եմ արել, ուրիշ բան չի կարող լինի։ Ասենք եթե ինչ որ կա դու ես արել, ստորագրությունները դու կեղծել ես։ Չէ, ստորագրություններ չի եղել։ Ահա, այստեղ ստոպ ենք տալիս, այդտեղ վերջացա։ Եթե տարբերակն այդտեղ վերջացա։ Եղավ։ Վկայականներով արվել է։ Լավ, եթե որ դու վկայականներով արել ես ստորագրություններ չեղը դու արես, հետո ո՞նց ես փոխել բա։ Նորից ինչ եղավ, ոնց որ սկզբից։ Այդպես հեշտ արել են, հա։
Իրանք վառը տարբերակները կասում, կհուշեն թե ինչ են ուղարկելու, ոնց է լինելու, դրանք սաղ քննարկեմ ես ինչ էլ որ տան առանց ստորագրելու կնքելու ուզում եմ խնդրեմ թող առաջին նմուշը տաննես, որ երկրորդը կնքված, որ ուղարկեն որ պետք։ Այո, հետի վաղ են տալու։ Չէ, վաղը բանակցեմ հիմա հասկացա։ Այդ բոլոր հարցերի պատասխանը տալու է այդ մի հոգին։ Այո, որի ղեկավարը ինքն է։ Ահա։ Այդ գրասենյակում շատ լուրջ հարցեր են մտցում, շատ լուրջ։ Իրենք Դու ինձ հասկացար ինչ չպետք է լինի։ լորես։ Դե գնացի ես քնեմ, խոքնացեմ շատ։ Վաղ խոսեմ։ Իրիկունը, հեղա։ Այո, շատ լավ։ Դե Աստված է դդ, քեզ անուշ երաս։ Ուժեր է։ Վայ։